Բրինձե թերթիկները ծննդով Վիետնամից են։ Այն օգտագործում են հիմնականում իբրև թեթև սննդի պատյան։ Իսկ պատրաստում են շատ հեշտ, պարզ, բրինձի ալյուրից և ջրից։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք spring roll։ Խճողելու ենք բրինձե թերթիկները։ Ինչով ուզենք։ Սկսենք։ Սկսելու եմ քինոայից։ Քինոան հարկավոր է խաշել։ Քինոան նախքան խաշելը հարկավոր է 2 ժամ թողնել սառը ջրի մեջ, հետո լավ լվանալ հոսող ջրի տակ։ Ես դա արդեն արել եմ։ Որից հետո վերցնում ենք փոքրիկ կաթսան, լցնում ենք քինոան, վերցրել եմ 1 բաժակ քինոա։ 1 բաժակ քինոային հարկավոր է 2 բաժակ հեղուկ։ Կարող ենք ջուր վերցնել, կարող ենք վերցնել արգանակ։ Ես կվերցնեմ հավի արգանակ։ Այստեղ խոզություն է տիրում, կմաքրեմ ավելի ուշ։ Մարմանդ կրակի վրա դնենք, ծածկենք, թող եփվի։ Մաքրենք սեղանը և անցնենք առաջ։ Որպեսզի հետաքրքիր համեր ստանանք և սնունդը լինի առողջարար, մյուս բաղադրիչը վերցրել եմ հնդկավի փափկամիս։ Մեկ կիլոգրամ փափկամիս եմ վերցրել։ Առաջարկում եմ այն խաշել։ Գցում ենք կաթսայի մեջ, հենց այսպես ամբողջական։ Վրան լցնում ենք ջուր, կարելի է եռացրած։ Այնքան ենք ջուրը լցնում, որ մսակտորը ծածկվի։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով։ Բավական է։ Եվ ուղարկում ենք եփվելու։ Պարբերաբար կհետևենք, որ ամեն ինչ լավ լինի։ Մյուս բաղադրիչները, դրանք երկուսն են, ես նախապես խաշել եմ։ Դա գազարն է և քաղցր կարտոֆիլը։ Վերցնում ենք ապակյա թասը, որի մեջ հավաքելու ենք խճողակը և սկսում ենք հերթով մշակել։ Սկսենք գազարից։ Տեղադրում ենք տախտակը։ 2 փոքրիկ գազար եմ վերցրել։ Կտրատում ենք գազարները փոքր խորանարդիկների։ Բոլոր բաղադրիչներն ենք կտրատում մանր, որ հեշտ լինի խճողելը։ Այն ինչը մշակում ենք, անմիջապես լցնում ենք թասի մեջ։ Քաղցր կարտոֆիլը նույնպես կտրատում ենք խորանարդիկների։
Մյուս երկու բաղադրիչը առաջարկում եմ ջերմային մշակման ենթարկենք, այսինքն տապակենք, որովհետև սրանից առաջ արդեն երկու բաղադրիչ ջերմային մշակման է ենթարկվում, խաշվում են։ Տապակի մեջ տաքացնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի բուսայուղ եմ վերցրել։ Տապակում ենք 1 գլուխ սոխ, 1 միջին չափի, կտրատում ենք մանր։ Թող տապակվի սոխը, մենք մշակենք մյուս բաղադրիչը, դա սունկ ագարիկոնն է, վերցրել եմ 200 գրամ սունկ ագարիկոն, սա էլ ենք կտրատում մանր։ Անմիջապես համեմում ենք Մարոնիկ ընկերության աղով, որ սնկի հյութը արագ դուրս գցի և շուտ տապակվի սունկը։ Քինուան արդեն պատրաստ է, տեղափոխում ենք թափանցիկ թասի մեջ։ Սա էլ արեցինք փրկենք հնդկահավը։ Ինչպես ենք ստուգում հնդկահավը պատրաստ է թե ոչ, այսպես ծակում ենք և սեղմում ենք, եթե թափանցիկ արգանակ է դուրս գալիս, ուրեմն այն պատրաստ է, թող սառչի։ Սառչի հետո կկտրատենք։ Անցնենք մյուս բաղադրիչներին։ Սա կարելի է կարծում արդեն վերցնել կրակից, կամ կրակը անջատել։ Անջատենք կրակը, թող մնա մի փոքր սառչի։ Մյուս բաղադրիչը դա մանրավարունգն է։ Մարինացված մանրավարունգը։ Վերցրել եմ 10 հատիկ մանրավարունգ, որոնք կտրատելու եմ փոքր խորանարդիկների և 1 մարինացված հալապենո, սա էլ մանրավարունգների հետ կտրատում ենք։ Այն իր յուրահատուկ համը կհաղորդի։ Սա կապահովի թթվաշությունը մեր խճողակի։ Առաջարկում եմ քաղցր գույնզգույն պղպեղներ։
5 հատ այսպիսի փոքրիկներ։ Մաքրում ենք սերմերից։ Եվ կտրատում ենք խորանարդիկների։ Ստացանք գույներ, ստացանք նաև պղպեղի քաղցրությունը խճողակի մեջ։ Կարծում մեկ անգամ կարելի է այս պահին խառնել։ Մոտարի օգնության է գալիս սիլիկոնը գթալը։ Սունկն է լցնենք, նոր խառնենք։ Կառաջարկեմ նաև պահածոյացված բաղադրիչներ։ Դրանք են կանաչ ոլորը, կես բաժակ և կես բաժակ եգիպտացորենի հատիկներ։ Համտեսենք։ Դե վերջում իհարկե սոուս կպատրաստեմ, այս պահին չէ, աղ չեմ առաջարկի։ Լավ է, լավ է։ Իր համով մասնակցում է խճողակին լոլիկի ճիրը։ Շատ եմ սիրում։ Մոտ 6, 7, 8 շերտ։ Սա շատ յուրահատուկ համ կհաղորդի մեր խճողակին։ Թարմ կանաչներից կառաջարկեմ կանաչ սող, փոքր փունջ և սամիտ։ Տեսակ շատ խառն է վիճակը։ Հնդկավի փապկամիսը արդեն սառել է։ Սա էլ կտրատում ենք մանր խորանարդիկների, նախ շերտերի ենք կտրում, հետո այսքանը կարծում շատ է, կեսը կօգտագործեմ, այսինքն կես կիլոգրամ հնդկավի փապկամիս։
Կարծես թե բաղադրիչները վերջացան։ Այժմ անցնենք սոուսին։ Խառնենք նոր։ Մեկ անգամ հարկավոր է խառնել։ Եվս մեկ անգամ։ Սոուսի համար կառաջարկեմ նարնջի հյութ։ Դու կարծես թե ազատ ես։ Լավ, դու այստեղ ես։ Կես նարնջի հյութը քամում ենք, որին կավելացնենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, աղացած սև պղպեղով, լցնում ենք, խառնում ենք, որից հետո մոտ 15 րոպե կթողնենք հանգիստ խճողակը, թող համերը խառնվեն, հավաքենք սեղան և հավաքենք և պատրաստենք սպրինգ ռոլլերը։ Ամեն ինչ պատրաստ է։ Մնում է բուսայուղ, վերցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ որևիցե։ Յուղում ենք մատուցվող ափսեն, որ չկպչի, բրնձե թերթիկը։ Եվ յուղում ենք հարթությունը, որի վրա ձևավորել ենք։ Որից հետո վերցնում ենք թերթիկը, գցում ենք գոլ ջրի մեջ, սուզում ենք այսպես մի քանի վայրկյան։ Փափկելուց հետո տեղափոխում ենք գունավոր հարթության վրա և խճողում ենք։ Որից հետո տեղափոխում ենք մատուցվող ափսեի վրա, այսպես։ Նույն կերպ խճողում ենք մնացած։ Սպրինգ ռոլ։ Խճողակի համար քինոայի վրա լցնել հավի արգանակ, մարմանդ կրակի վրա խաշել։ Թասի մեջ լցնել փոքր խորանարդիկների կտրատած նախապես խաշած գազար և քաղցր կարտոֆիլ, քինոան, մանր խորանարդիկների կտրատած մարինացված մանրավարունգ, մարինացված հալապենո,
քաղցր պղպեղ, բուսայող տաքացնել, մանր կտրատած գլուխ սող տապակել, ավելացնել մանր կտրատած ագարիկոն սունկ, համեմել աղով, ավելացնել թասի բաղադրիչներին, տակն ու վրա անել, ավելացնել նաև պահածոյացված ոլոր և եգիպտացորենի հատիկներ, ձիթայղում մարինացված լոլիկի ճիր, մանր կտրատած կանաչ սոխ և սամիթ, նախապես խաշած հնդկահավի փափկամիս, լավ խառնել։ Սոուսի համար քամած նարնջի շյութին ավելացնել բուսայուղ, համեմել աղով, սև պղպեղով, խառնել։ Սոուսը լցնել խճողակի վրա, լավ խառնել, մոտ 15 րոպեով մի կողմ դնել։ Ձևավորման հարթությունը բուսայուղով պատել, բրնձի թերթիկը մի քանի վայրկյան պահել գոլ ջրի մեջ, հանել և փռել յուղած հարթության վրա, վրան դնել խճողակը, փաթաթել, շարել նախապես բուսայուղով պատած մատուցման ափսեի վրա, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք սպանախ, սպագետտի, պարմեզան պանիր, կաթի սերուցք, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրել հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքան։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։